Մենք գիտեինք, մենք բոլորս գիտեինք, որ մենք կռվում ենք Ղարաբաղի համար, բայց եթե Հայաստանին բան լինի, Ղարաբաղից ոչ մեկ մեր համար չի կռվելու, չի կանգնելու մեր կողքին։ Կարող է լինեին թաքուբիր անհատներ, դա չի նշանակում, որ Ղարաբաղյան կլաններ, որը ունի հզորություն, ֆինանսական, մեծ մարդկային պոտենցիալներ, կարա գնի եւ վաճառի։ Ղարաբաղ վերադարձ հնարավոր է, որովհետև հիմա նույն Ռոբերտ Քոչարյանը խոսում է Ղարաբաղ վերադարձի հնարավորության մասին, արցախցիներին նման խոստումներ է տալիս, հնարավոր է վերադարձ։ Դա ինտրիգա քաղաքական, հնդեվրոպական կտեր, որը տալիս է, Ռոբերտ Քոչարյանը բավականին ուժ ունի իր կողքին, բավականին ուժ ունի, որ եթե ինքը ուզում է Ղարաբաղի հետ վերադարձ, ինքը թող այդ ուժերը ներկի նետի պատերազմի դաշտ Ադրբեջանի տարածքում փառք ասուն լեզուն գիտեն ադրբեջաներեն, այնպես չի որ մեր պես մենակ գիտեն հայերեն ու մասամբ ռուսերեն, դա ուղղակի խոսք է, որը որ ոչ իրականություն կդառնա, ցանկացողը չէր լքի Ղարաբաղը, սկսեմ ստից, տարածքը չէր լքի, որովհետև այդ տարածքը արդեն հայի այրամբ էր ներկված։ Ըստ դաշնակցական լեքսիկոնի կասեին այստեղ հայի այրուն է թափվել, հողը հայկական է։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը, որ սարքում է քաղաքական քարոզ, դա գլուխը մարդկանց ուղեղը հոգնեցնելու, աշկերին սև շորեր փակելու, մարդկանց ցանկությունից խոսելու տարբերակն է։